Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, Երևանում մարտի 27-ին տեղի կունենա նոր սերնդի համահայկական թվային հարթակի միասինի պաշտոնական թողարկումը։ Ես շատ չեմ ուզում մանրամասնել, բայց միասինը ծնվել է այն համոզմունքից, որ եթե աշխարհի բոլոր հայերը միավորվեն մեկ բաց ու ստեղծագործ հարթակում, ապա հնարավոր կլինի ձևավորել 21-րդ դարին համահունչ հայկական համայնք հիմնված արժեքների համագործակցության և փոխադարձ վստահության վրա։ Առհասարակ էլ ինչ ոլորտների է անդրադառնալու և միասնականության, որի այդքան խնդիր է բարձրաձայնում ենք, այս գաղափարի մասին կխոսենք մեր հյուրի հետ։ Սիրով ներկայացնեմ մեր հյուրին, հասարակական ակտիվ գործիչ, միասինի հիմնադիր Վարդան Գաբրիելյանն է մեր հյուրը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Մենք ամեն առավոտ խոսում ենք միասինի գաղափարից, միասին լինելու, համախմբվելու եւ բազմաթիվ հարցեր լուծելու։ Ես հաճախ հետևում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ասում են լավ է, որ դուք դեռ շարունակում եք մեզ սիրել, որովհետև շատերի համար մեծ խնդիր է, երբ մենք անդրադառնում ենք հենց մեր խնդիրներին, որոնք իհարկե շատ երկար տարիների ընթացքում են ձևավորվել, բայց եկեք հասկանանք նախ երբ է ձևավորվել միասինը, ովքեր են ներգրաված այս թիմում եւ հատկապես որ ոլորտներին են կարիք ունենալու անդրադառնալու։ Եվ որ պայից գաղափարը ծնվեց, որտեղ էլ չձգեցիք, էլ չդիմացաք, որոշեցիք, որ պետք է միասին լինեք։ Ոնց որ ասում եմ, սա տասնամյակների արկասիկն է, որովհետեւ մենք բոլորս խոսում ենք, թե պետք է համախմբենք, պետք է միասնական լինենք, պետք է գործիքները ստեղծենք համագործակցության ու 4 տարի է վեր մենք աշխատում ենք մեր տեխնիկական արտաքին դուրսի թիմի հետ, բայց նաև ունենք ներքին թիմ Հայաստանում, գլխավորությամբ Կրիստինա Սաղաթելյանի, որը տանում է այս աշխատանքը ինչ անելու համար ի վերջո։ Մենք դուք խոսեցիք մեզ սիրելու մասին, դեռ ցակավինց մեզ սիրում են, մենք պետք է շարունակենք իրար սիրել, ու դա հիմնական գաղափարն է, որը գտնվում է միասինի գաղափարախոսության մեջ։ Այսինքն սիրելը որն է, սիրելը իրար հարգելն է, ի տարբերություն հարթակների, այսինքն մեր իմացած հարթակների, որտեղ մենք իրար հայոյում ենք, մենք դա պետք է փոխարինենք սիրով, բայց դա անելու համար դա խոսքով չի, որտեղ խոսելով չի, որ իրար սիրում ենք, այլ ալգորիթմներով։ Այսինքն մենք մեզ ոչ թե բարդավորեցնում ենք, այլ օգնում ենք ալգորիթմների ճանապարհով, որպեսզի մարդիկ եթե որակյալ գրառումներ անեն, ավելի դեսանելի դառնան եւ այսպիսի լուծումներ ունենք, որոնք տեխնիկական լուծումներ են, բայց ամենակարևորը այն է, որ մենք համադարած սփյուռքում, բայց Հայաստանում նաեւ սա միայն սփյուռքյան ծրագիր չի, մենք ունենք իրար հետ համագործակցելու, մեր հարաբերությունները բարեկարգելու, որակը բարձրացնելու խնդիր եւ կոնկրետ աշխատանքային հարց, այսինքն եթե մենք ունենք հոբիներ, սա մտավորական, գործարարական, էլի այդ բոլորը կա, բայց նաև սովորական ժողովրդի համար է, այսինքն ամեն մարդ ունի իր հոբիները, իր նախասիրությունները ու բոլորի համար է, սա է հիմնական գաղափարը, որտեղ հայերս չունենք մի հատ պլատֆորմ, որտեղ գտնվենք բոլորս, որտեղ կարողանանք միանգամից լուրեր տարածել մեկս մյուսի մասին, իրար օգնել։ Ընդամենը այդ գաղափարը, որ դուք սիրո մասին խոսեցիք, եւ ճիշտ է, որ սերն է ամեն ինչի առանցքում, բայց այդ սերը դրսևորվում է հարգանքով, փոխօգնությամբ, համագործակցությամբ եւ ամենակարևորը մենք ունենք 9 միլիոն ժողովուրդ աշխարհով մեկ։ Այդ մոտավորապես 9 միլիոնի մեջ կան ահավոր տաղանդներ, հետաքրքիր թեմքեր, նոր պատմություններ, չբացահայտված դրվագներ ու անձնավորություններ, այդ բոլորը իմի բերելու եւ ալգորիթմներով թեմ հանդիման բերելու խնդիրն է։ Չունենք ոչ մեկ գործիք հայ ազգս, որ դա անի։ Ահա ասիկ այդ գործիքն ենք, որը ստեղծել ենք։ Այսինքն ինքը հարթակ է, social media է։ Ահա։ Սոցցանց, որտեղ ոնց է ստացվում, որ միայն հայերն են իրավունք ունենալու լինելու, ես ուզում եմ հասկանալ։ Այո, հայերը եւ հայերի բարեկամները, այսինքն եթե իմ կինս դիներ ուկրաինացի, ծերամուսինը իտալացի, իրանք էլ կկարողանային մտնել, որովհետև իրանք մտել են հայկական տուն։ Իսկ կան հայերի բարեկամներ, ովքեր կապերի մենք ստուգելով թե ում հետ ինչ անձնավորություն է եւ այլն, պատմապետ, որը հետաքրքրված է հայկական պատմությամբ եւ այլն, իրանք փոքրամասնություն են լինելու, մուտք գործելու են։ Իսկ էքսկլյուզիվ մնացածը լինելու են հայեր, ու ձեր հաջորդ հարցին պատասխանելով, ասեմ, որ մենք նաև ունենք վերահսկման, ստուգման հզոր համակարգ, որովհետեւ
թե ֆեյքերը, թե օդարները, թե տշնամիները չկարողանան մտնել կամ ներողություն կարողանան մտնել, բայց շուտ չբրծվեն։ Դուք ասացիք, որ այնտեղ, այսպես ասած, գրառումները մարդկանց նաև լայն սփռում կունենան, հա։ Ոնց է լինելու դա։ Ես քիչ բան եմ հասկանում, ասում է, այդ ինտերնետ հարթակից եւ շատ միջին մակարդակի ենք օգտվում, ինչպես ասում են այդ ամեն ինչից։ Հիմա ուզում հասկանալ, որ քանի որ շատ գրառումներ են եղել, որոնք ես գրել եմ, ու անգամ վերջերս, երբ մի շատ հետաքրքիր գրառում կար Սարյանի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության մասին իր կարծիքի, ես երբ գրել էի դա եւ գրել էի վերևում, որ վստահ եմ, որ որևէ մեկը չի ընթերցելու։ Ոմանք, ովքեր որ ընթերցել էին, իհարկե էլի շատ քիչ մարդիկ, տակը գրել էին, որ մեծ բավականություն ստացան, ճիշտ հակառակը ծայրից ծայր կարդացին։ Ես նայեցի, թե քանի մարդ է նայել, եթե չեմ սխալվում, 100-ը չի անցել, բայց փոխարենը մի շատ զավեշտալի պատմություն, որը արդեն հատել է 600,000-ը, եւ սրանք շատ իրարամերժ իրականություն է, որ դու հասկանում ես, որ մեր հանրության մոտ այդ Հանակ Մասխարյան շատ ավելի լավ է աշխատում։ Հիմա մենք խոսում ենք նոր ստեղծվող մեր հանրության, ընդհանրապես աշխարհում։ Այո, աշխարհում է հիմա իհարկե այդպես լճացած վիճակ, ասում եմ, բայց մենք գոնե մեր խնդիրները լուծենք։ Հիմա եթե մենք օրինակ ուզենք, որ այս միասինը իրականում միասնական դարձնի եւ մենք այն գրառումները, որոնք մեր խնդիրներին է անդրադառնալու, մեր բաց թողումներին է անդրադառնալու կամ մեր արժեքներին է անդրադառնալու, պիտի ունենան հնարավորություն լայն տարածման։ Ոնց եք դա կարողանալու կազմակերպել։ Տեսեք, ամեն ինչ ալգորիթմերի հետ է կապված, եւ որ դուք այլ հարթակներում սահմանափակումներ եք ունենում, նշանակում է, որ ինչ որ մեկը կոճակը սեղմել է եւ սահմանափակումը որոշել է։ Այստեղ սահմանափակումներ չեն լինելու, սակայն լինելու են նաեւ խրախուսանքներ եւ խթանիչ ազդակներ, նույնիսկ վճարովի, այսինքն որակյալ կրառումը ինքը բարձրանալու է 2-3 անգամ օրվա մեջ, որովհետեւ մենք տարածենք ծեր դա լինի մարզական, հոգևոր, քաղաքական, տնտեսական, ինչ բնակավարի որ լինի, որակյալ կրառումը։ Մենք չենք արգելելու անորակը, մենք տալիս ենք ավելի տեղ, ու տալիս ենք տեղ նաև ոչ թե ձեր ընկերների շրջանակում, այսինքն պատկերացնենք ունեք 3000 ընկեր, այլ այդտեղ մենք ունենք հատուկ, ես դա պետք է ցուցադրեմ, որպեսզի հասկանալի լինի։ Դուք ձեր գրառման կողքին նշում եք activity-ին կամ hobby-ին, որը կապված է այդ ձեր գրառման հետ, դա լինի մարզական կամ քաղաքական կամ այլ, եւ դուք տեսանելիություն եք ստանում ձեր ընկերներից բացի բոլոր այն մարդկանց հետ, ովքեր որ նույն ակտիվությունը սիրում են կամ ունեն։ Այսինքն ձեր թիրախային մենք օգնում ենք ձեզ, որ գովազ չմիացնեք, չնայած մենք ուզում ենք, որ գովազ միացնեք, բայց առանց գովազ միացնելու բուստ անել արդեն ինքնաբերաբար ձեր գրառումը։ Այսինքն ձեր նշած օրինակը շատ տիպիկ օրինակ է, որ ընդամենը 100 հոգի գարտած ոչ զավեշտալի նյութը, մենք դա բնականաբար անում ենք, որովհետև ինչ ենք պահանջում, ինչ ենք փնտրում մեր մեջ։ Մենք մեր մեջ փնտրում ենք որակի բարձրացում։ Այսօր տեսնում ենք, որ ոչ թե միայն հայերիս մոտ, բայց նաև հայերիս մոտ ընթերցասիրությունը ի տարբերություն սովետական ժամանակահատվածի, ի տարբերություն նույնիսկ Սփյուռքի 92,000 թվականների իջել է, որտեղ TikTok-ով այսօր 2 րոպեով կամ 5 րոպեով բավարարվում ենք բաներ տեսնելու։ Մենք դա ուզում ենք փոխել, ու դա փոխելու համար մենք հստակ լուծումներ ունենք, այսինքն ցանկություններ չենք դրսևորում, ուղղակի տեխնիկական լուծումներ ենք գտել, որ դա բարելավվի։ Ինքը հայալեզու հավելված է լինելու 16 լեզվով, որովհետեւ ոչ մի հայ, լեհա հայը, հունա հայը, բուլղարա հայը, վրացա հայը ունեն իրանց տեղական երկրի լեզվով application-ը, որովհետեւ ոչ մի հայ դուրս չմնա։ Եվ արևելահայերեն ու արևմտահայերեն։ Իսկ կայքում գրանցվելու համար անձնագիր պետք չի։ Չէ, առաջի հերթին անձնագիր պետք չի։ Վերստուգման process-ը եւ որը սկսում է, եթե մենք կասկածում ենք կամ random վերահսկողություն ենք կամ ստուգման ենք ենթարկում որևէ անձի կամ եթե դուք report եք ներկայացում, որ այսինչ մարդը վատություն է անում ինձ եւ մենք միանգամից ի տարբերություն մեծ հարթակների մենք կարող ենք ժամի մեջ, վայրկյանների մեջ ստուգել այդ մարդը նախ եթե fake է, իսկ եթե fake չի, ինչի է տենց բաներ ասում եւ զգուշացնել եւ սրանով գալիս ենք հարկանքի, սիրով, լավ փոխհարաբերությունները, այսինքն չեմ ուզում ասել ծնողի նման կրտում ենք երեխաներին, մեր երեխաներին, բայց ինչ որտեղ այդ բարդականություններն են անում։ Դե իրականում հիմա ես էլի եղել են խնդիրներ, որ անդրադարձել եմ եւ գրել եմ այդ կայքերին,
որ անհապաղ հեռացնեն, չնայած որ նաև Քանի շաբաթ է տևել պատասխանը։ Շատ արագ են հեռացրել, որովհետև եղել է ինչ, այսինքն դու տալիս ես հարցազրույց որևէ հարթակում, ենթադրենք, բացառապես իրենց հետ կապ չունես։ Որևէ հեռուստատեսությունում կարող ես գնալ ինչ-որ հաղորդման, ենթադրենք դուք եք այստեղ հարցազրույց եք տալիս, հետո ենթադրենք կոնտեքստից դուրս նախադասությունից ինչ-որ մի շատ այսպես ամպագորգոր արտահայտություն է բնականաբար վերցվում եւ դրվում որպես վերնագիր, հետո պարզվում է, որ դա էլ բավարար չէ, X կայքեր լրիվ փոխում են եւ նկարը եւ վերնագիրը, այդ տեսանյութը տեղադրում են իրենց մոտ, իրականում որ մտնում ես լրիվ այլ տեսանյութ է այնտեղ եւ լրիվ այլ բովանդակություն, բայց լրիվ այլ նկար է եւ լրիվ այլ ձևակերպում։ Ես օրինակ չգիտեմ, այդ տեսակ դրսևորումները պատասխանատվության ինչ ենթարկվելու ինչ պատասխանատվություն ունեն, որովհետև երբ ես գրում եմ տվեք ինձ ձեր ղեկավարի տվյալները, կոնտակտները եւ դուք հենց հիմա խեղել եք այն հարցազրույցը, որը ես տվել եմ, այնտեղ բացառապես լրիվ ուրիշ բանի մասին է եղել եւ լրիվ այլ վերնագիր է ու լրիվ այլ նկար է գրված, հեռացրել են եւ չտալով որևէ կոնտակտ գրել են, որ հեռացված է։ Ով է հեռացրել Facebook-ը օրինակի համար, թե տվյալ լրատվամիջոցը եւ YouTube-յան հարթակ, այսինքն ես երկուսի հետ էլ ունեցել եմ այդ խնդիրը։ Այսինքն տեսեք, մենք ունենք բազմաթիվ օրինակներ, որ այս մեծ հարթակները իրանք շատ ուշ են արձագանքում։ Այո, նման օրինակներ մենք էլ ունենք։ Այո, շատ ուշ են արձագանքում։ Իսկ մեր մոտ վարքյանների, եթե շատ շտապ հարց չի, ժամերի ընթացքում մենք արձագանքելու ենք, որովհետև մենք տեսեք, բոլորս ունենք ընտանիքներ, երեխաներ, ես հետևում եմ ցես, տեսնում եմ, եւ ուրեմն չենք ուզում մեր ընտանիքի երեխաներին խաթարի որևէ արտաքին հանգամանք։ Միասինը սա մեր մեծ ընտանիքն է։ Այսինքն ծեր երեխան, իմ երեխան հավասարապես պիտի պաշտպանվեն։ Մեր կանայք, մենք պիտի պաշտպանվենք, որտեղ դա քաղաքական կլինի, դա կարող է բիզնես խանգարում կամ արտաքին ջնշում լինի։ Մենք պետք է թե հարգենք, թե սիրենք, թե պաշտպանենք մենք մեզ։ Այս ամբողջի մասին, որին անդրադառնում եմ, ալգորիթմներ կան, այսինքն այնինչ որ ասում եմ, դա ցեվական կամ սիրուն տվալու համար չի։ Մենք ուղղակի պաշտպանական ցանց ենք ստեղծել եւ դա բոլորի համար։ Ես կարող եմ հենց այսօր գրանցվել այնտեղ։ Այո, դու կարող ես երեք էլ գրանցվել։ Ես չգիտեի երեք ես մասին, կոչվում է միասին։ Միասին լատինատար պետք է գրել App Store-ում կամ Google Play-ում։ Եվ մի քանի շաբաթից կունենանք նաեւ web կայքը, որը սինխրոն աշխատելու է հավելվածի հետ։ Հնարավորությունները իր շատ են, օրինակ եթե մենք Facebook-ի հետ համեմատենք, բոլոր այդ հնարավորությունները ունի։ Facebook-ի բոլոր հնարավորությունները ունի եւ մի 15 հատ հնարավորություն, որ Facebook-ը չունի։ Շատ համեստորեն։ Կարող եք նշել դրանք։ Օրինակի համար նստում եք կասկադում եւ բացում եք ֆիլտրաժի notification system-ը, որը կոչվում է ով գա այստեղ, who's here, եւ նշում եք օրինակի համար, թե դուք սիրում եք տենիս եւ փնտրում եք տենիս խաղացող կին 30-ից 50 տարեկան, այսինչ մագարտակի եւ գերմաներեն խոսող։ Կասկադում եթե երկու այս ճապանիշներին համապատասխան մարդ կա, ուրեմն դուք notification եք ստանում երկուստ եք, ձեր ազատ կամքով, ոչ ոք notification-ները չի բարդացնում ձեզ։ Եթե գտնվում եք Ատենքի մի հատ ռեստորանում, Ատենքում կամ օտանավակայանում, բացում եք առանց ֆիլտրների հունարեն խոսող, տենիս եւ այլն, միասինը ու գտնում եք ով կա հայ Ատենքի օտանավակայանում։ Եթե ուզում եք տեսնել թե ձեր ամուսինը, ձեր կինը որտեղ է, այսինքն դուք համաձայնեցված բնականաբար միասին դա նշում եք եւ ինչ որ սուպերմարկետում գտնվում եք, ինքն էլ է այդտեղ, բայց չհամագարկված notification եք ստանում։ Այս համագարկը ոչ ոք չունի։ Ունենք նաեւ թարգմանական համագարկ, մենք ունենք audio եւ video caller։ Եվ դա ասեմ չարխիվացվող, այսինքն մեր զրույցը audio կամ video հակերները չեն կարող վերցնել, էքսպորտ անել ու մեզ խայտարակել, դա լինի քաղաքական, դա լինի բիզնես, դա լինի անձնական եւ այլն։ Դա շատ կարեւոր է։ Եվ messaging-ի, գրավոր messaging-ի բարակայում գրեթե միակն ենք աշխարհում, այսինքն ոչ Viber-ը, ոչ WhatsApp-ը եւ այլն, ավտոմատ թարգմանության համակարգ ունենք։ Եթե դուք գրում եք ինձ ռուսերեն, դուք չինարեն ու ես ձեզ արաբերեն, ամեն մեկը կստանա թե օրիգինալ լեզուն, թե ամիջապես տակը
իր սեփական լեզվով։ Կարող եմ տեսնել հիմա App Store-ում։ Այո, դուք ապրում եք, բնակվում եք Ֆրանսիայում, որտեղ երկար ժամանակ։ Ֆրանսիայում։ Այո։ Ես ծնվել եմ Բեյրութում, ուսանել եմ 6 տարի Ֆրանսիայում, հետո 10 տարի Բեյրութ, հետո 2002 թվականից ի վեր Ֆրանսիայում։ Մասիսարի լոգոյով։ Այո։ Մասիսարի, արդեն լավ է։ Եվ իրականում հիմա բացի ենթադրենք այս հարթակից ուրիշ ինչ գործունեություն է ծավալվում Հայաստանում, ինչ առհասարակ փորձել է գոնե թե մշակութային դաշտում, որտեղ վաղուց ի վեր շատ խնդիրներ ունենք։ Եղել են առիթներ, որ Հայաստան լինեք այլ մշակութային ծրագրերով։ Այո, բազմաթիվ ես ասեմ, որ համահիմնադիրն եմ Motivens ընկերության եւ այդ ընկերության ճամփով 15 տարի է մենք աշխատում ենք, այսինքն մեր ներդրումը Հայաստանի այդ միջոցառումների կազմակերպման կամ հարսանիքների կազմակերպման որակյալ կազմակերպման առումով մեր ներդրումը բավական բացահայտ է նաև team building-ի, այնպես որ ես շատ ակտիվ եմ եղել 50-60 անգամ եկել եմ Հայաստան, եղել եմ Orange Armenia-ի տրեյնինգի մեր ընկերությունը Isis Consulting, որ արդեն պակ է այս պահին, բայց այն ժամանակ աշխատել եմ, այսինքն ես ակտիվ եմ եղել Հայաստանում վաղուց։ Քանի հոգի արդեն գրանցված է Skype-ում։ Քանի հոգի գրանցված։ Հիմա որ մենք դեռ չենք թողարկել 4200, կարող է հասել ենք 4300 կամ 400-ի չեմ հաշվել, բայց 4000-ը անցել ենք արդեն օրեր առաջ։ Դա փոքր թիվ է ընդհանուր մեր նպատակ։ Մենք նպատակ ունենք 1 միլիոն հայի հասնել 3 տարիների ընթացքում։ Շատերը ասում են դա փոքր թիվ է, ավելին կարող է։ Ես էլ եմ ուզում ասել 3 տարվա ընթացքում։ Բայց մենք ոչինչ։ 3 տարում 1 միլիոն ավելի քիչ թիվ է, ես համաձայն եմ ձեզ հետ, բայց այդպես ենք հայտարարում եւ 120 միլիոն միջազգային user, որտեղ միասին ունի իր միջազգային նաեւ ներտապանցումը երկիր առ երկիր, այսինքն մենք այսօր բանակցում ենք արդեն 9 երկրների հետ, որ միասինի ուկրաինական, մակեդոնական, հունական, լիբանանյան տարբերակները մտնեն դեղական շուկա։ Այսինքն երկիր առ երկիր, համայնք առ համայնք, ինչպես որ միասին արել ենք հայերի համար։ Բայց մենք չենք կառավարելու, մենք կառավարելու ենք միան հայկական միասինը, մյուսը partnerների, franchising են անում։ White label։ Քաշեցի։ Կքաշեմ։ Ես գրանցվեմ եւ արդեն իսկ կարող եմ ենթադրենք այնտեղ որոշակի գրառումներ անել։ Գրառումներ, վիդեոներ, նկարներ, share, text եւ այլն։ Ընտիր։ Եվ իհարկե դա հնարավորություն է աշխարհի տարբեր երկրներում գտնված հայերի հետ գուցե ինչ որ հենց դա է նպատակը։ Կոնտակտ գտնել, համագործակցություններ իրականացնել։ Ես ձեզ ավելին ասեմ, մեր ալգորիթմները եղել են ստեղծվել են դրա համար, որ մենք բացահայտենք ամեն մեկ հայի տարբեր երկրների մեջ իր դաղանտներով, իր մասնակցություններով, իր բահանջներով, որտեղ մենք ծառայում ենք հայ անհատին, որ մենք չենք ասում եկեք ծառայենք հայրենիքին, մենք ասում ենք էլի ենք ասում, որտեղ հայրենիքը ամեն բանից վերև է։ Բայց մենք ասում ենք ինչպես կարող եմ ցեզ օգտակար դառնալ։ Դուք ունեք երեխա պիանիստ եւ այդ պիանիստ երեխան դաղանտավոր կարող է Նյու Յորքում այլ պրոդյուսերի հետ կապի հանենք, բայց դա ոչ թե մենք նստում ենք զանգում ենք աճուցախ, ալգորիթմները ցեզ բերում են ցեր ֆիլտրների համապատասխան մարդկանց եւ դուք ժամանակ եք շահում, այնինչ որ ուրիշ հարտակներում պետք է search անեք, փնտրեք, մարդու անունը իմանաք, պաշտոնը եւ այլն, մենք միանգամից բերում ենք հայի դիմաց եւ ժամանակ ենք շահեցնում եւ ասում ենք ինչպես կարող եմ օգտակար դառնալ, հրամեցեք, աշխատեցեք միասին։ Դա մասնագիտական, ակադեմիական, մարզական, բիզնես, հաճույքի, մենք հոբիների վրա հիմնված պլատֆորմ ենք։ Ինչ հոբի որ ունենք, մենք առայժմ ունենք 1060 հոբի նշված, բայց դա շատանալու է։ Տարօրինակ հոբիներ էլ կան մեջը, դուք կարող եք նշել ձեր հոբին եւ գտնել ձեր քաղաքում կամ աշխարհով մեկ, եթե Վահան Դերյանի բանաստեղծությունն եք սիրում Ուրուգվայում նույն սիրահարը կա Դերյանի, դուք կարող եք գիրքեր փոխանակել, ինեդիտ նամակները իրար կիսել եւ այլն եւ այլն։ Այսինքն հոբիների վրա հիմնված բավական խորացված ֆիլտրների համակարգ ունի, այնպես որ
Դա գրանցվելու ժամանակ մեր գրառումների շնորհիվ է տեղի ունենալու։ Դուք եք նշում։ Իդենտիֆիկացումը ենթադրենք ուրիշների հետ նույն գաղափարի կամ հետաքրքրությունների։ Թե ուղղակի պատուհանչիկներ են, հա, փոքրիկ, որոնք տալիս են հնարավորություն նշելու։ Երկուսն էլ կա։ Դուք կարող եք նշել, որ ես լեռնագնացություն եմ սիրում, ու Հայաստանում լեռնագնացներ եմ Դուք կգտնես ասմակո թիմը։ Այո, բայց նաև գրառումների շնորհիվ արհեստական բանականության շնորհիվ դուք նաև գտնում եք ծեր հարմար մարդուն։ Այսինքն այդ բոլոր հնարավորությունները կան, որ թե ծեր ճամփով լինի, թե AI-ի օգնությամբ։ Մի խոսքով ես որ գամ Մոնբլանը վարձանալու լինեմ, ես այնտեղ կգտնեմ լիքը լեռնագնացների, ովքեր որ պրինցիպի նման սիրում են լեռնագնացությունը, հետաքրքիր է։ Ես չգիտեմ շատ հայեր որ Մոնբլան են վարձանում լեռնագնացության, բայց անպայման պետք է գտնենք։ Մեկը հայտնաբերվեց, ասում է։ Վարձանում են։ Հա, վարձանում են։ Այո։ Ուրեմն տեսակ ամենաանհավանական նաև հոբին կարելի է գտնել միասին։ Իրականում ինձ շատ ոգևորեց սա ու հատկապես որ այնտեղ ինձ լոգոն շատ դուր եկավ։ Հնարավորություն է ընձեռվելու նախ ֆիլտրելու, վերահսկելու, որովհետև մենք ֆեյքերի ձեռքն ենք կրակն ենք ընկել հիմա։ Տեսեք, ես կներեք ընդհատելու ֆեյքերը 30-ից 35% են մեծ հարթակներում, ոչ միայն Հայաստանում, բայց նաև Հայաստանում, դա լինի քաղաքականացված, դա լինի անհատներ, որոնք ունեն 4 account, բայց մենք դա բացառելու ենք։ Մեր մաքսիմում չափը որ տրել ենք, հույսով եմ որ դրան դա չենք գերազանցի 0.5% fake է եւ չենք ասում 0%, որովհետեւ fake-երը մտնելու են մինչեւ որ շփրտվեն, իրանք այդտեղ լինելու են, մինչեւ շփրտվեն լինելու են։ Այսինքն մենք խաղ ենք խաղալու fake-երի հետ, բայց դրա համար եմ ասել, որ մենք ըստուկման շատ ուժեղ համագարկ ունենք։ Բայց իրենց տրվելու է, ասացիք, ստուգվելու են, շփրտվելու են։ Ինչ ժամանակահատվածի մասին է, մենք տալիս ենք հնարավորություն իրենց այնտեղ դեռ դրսևորվելու հասկանանք ինչ են ուզում, նոր իրենց բացառենք։ Այո, որովհետև մենք չենք կարող մարդուն ասել, որ դու fake ես, մինչև չստուգեմ, ուրեմն ինքը պետք է դրսևորվի, ինքը պետք է մի բան անի։ Ինքը կարող է իր լրությամբ իր fake լինելը մենք բացահայտենք։ Random ստուգման համագարկ ունենք, reporting-ի հիման վրա ստուգման համագարկ ունենք եւ մեր ներքին գնահատման սուբյեկտիվ դերևս ստուգման համագարկ ունենք, բայց բարեբախտաբար առաջի ստուգողները չենք LinkedIn-ել անում, Twitter-ներ անում, այնպես որ այդ մշակույթը տարածված է արդեն, մարդիկ բարդավոր են ստուգման ենթարկվել ու ասեմ ինչի համար։ Եթե ցեզ ստուգում ենք, դուք սիրով տալիս եք ձեր ստուգման տվյալները, որովհետեւ հասկանում եք, որ դրանով դուք ցեզ եք պաշտպանում, ձեր երեխաներին եք պաշտպանում եւ այլն, այսինքն բոլորս ենթարկվելով ստուգման, մենք դուրս ենք շփրտում մեր միջավայրից։ Ինչ տվյալներ է տրվելու ստուգման ժամանակ։ Ինչպես որ LinkedIn-ն ու Twitter-ն անում, паспорտը եւ այլն, եթե կասկածելու տեղ կա, ավելին կարող ենք նույնիսկ զանգել, ու ստուգել, եթե այդ մարդը գոյություն ունի, որտեղ մենք matching-ով ենք, ստուգման այլ համագարկեր ունենք, այսինքն նայում ենք թե այլ սոցցանցերի վրա ինչպիսի ակտիվություն ունի, ինչպիսի դրսևորում ունի ու կասկածի բարակայում միանգամից ստուգում ենք։ Այսինքն ստուգման ուժեղ համագարկ է։ Իրականում այդ բոլոր գործառույթները իրականացնում են էլի հայ մասնագետներ։ Մենք ունենք այդ տեսակ ուժեղ մասնագետներ, որոնք ստեղծելուց կարողացել են այդ կարգի կայք ստեղծել։ Կայքը չի ստեղծվել Հայաստանում, կայքը ստեղծվել է դրսում եւ բայց մեր ամբողջ մարքեթինգային user relationship օգտատերերի հետ շփվելու, հարաբերվելու իվենտների մենք քիչ առաջ հարց տվեցիք ինչով ենք տարբեր։ Մենք միակ հարթակն ենք լինելու, որտեղ դուք կկարողանաք վճարովի միջոցառումներ կազմակերպել եւ գումար աշխատել։ Այսինքն մենք ստեղծել ենք միջոց, որ օգտատերը գումար աշխատի։ Դե իր որակյալ գրառումների համար կրեդիտներ աշահում, դե իր միջոցառումների համար վճարովի միջոցառումներ, լեռնագնացություն կազմակերպեք, ասեք որ 100 հոգի կարող է մասնակցի $10, մենք վերցնում ենք 5%, այսինքն եթե դուք վերցնում եք $950, մենք ցեզանից, այսինքն 1000-ի վրա վերցնում ենք $50 որպես մեր ծառայությունների հիսակ, դուք ստանում եք ավելի մարդկանց հետ շփում, քան ձեր սովորական այսպես տեսատաշտում գտնվող մարդիկ, մենք տալիս ենք ավելի նոր հաճախորդներ, դուք որպես սովորական user, ոչ որպես businessman, դուք որպես օգտատեր շահում եք գումար, դա լինի հոբիների շուրջ, դա լինի
երեկոներ կազմակերպելի շուրջ, տալինի նարդի մրցույթներ կազմակերպելի շուրջ, ինչ ուզեք կանեք, գումար եք աշխատելու միասինով։ Այսինքն միակ հարթակն է, որ վճարովի իվենտներ կարող են կազմակերպել եւ ապահովելով ու երաշխավորելով թե օգտատիրոջ, որը մասնակցում է եւ վճարում է, եւ թե կազմակերպիչի գումարային իրավունքները։ Չգիտեմ, ես շատ գովազ չեմ միացրել, թերևս երևի 1-2 անգամ եմ ունեցել այդ պրակտիկ փորձը, բայց հիմա տես նախորդ անգամ ենթադրենք մենք խոսում էինք այն մասին, որ մենք սեմինար էինք կազմակերպել խոսքի արվեստի վերաբերյալ, ինչ է նշանակում հայկական շեշտադրությամբ խոսել, ինչ է նշանակում ձայն, ինչ է նշանակում շնչառություն եւ այլն, եւ իրականում դա պետք է տարածում գտներ գովազ միացնելու շնորհիվ, որ իրականում ես չարեցի օրինակ, այսինքն գովազ չմիացրեցի։ Հիմա ձեր դեպքում, միասինի դեպքում կամ եթե ես ենթադրենք այդպիսի հայտարարություն եմ ուզում տարածել եւ թեկուզ on-line հարթակում շատ տարբեր երկրներում բնակվող հայերի հետ, ովքեր գուցե ունեն հայերեն խոսքի հետ կապված թերացումներ, հա, ես փորձում եմ իմ մասնագիտական հմտությունները փոխանցել։ Ես կարող եմ դա կազմակերպել on-line հարթակում եւ անել այ մոտավորապես այնպես ինչպես դուք ձևակերպեցիք։ Դուք ոչ թե միայն կարող եք կազմակերպել գովաստով եւ առանց գովաստի, մենք գովաստները միացնելու ենք եւ որ հասնենք որոշ քրիտիկական զանգված։ Այսօր դեռ շուտ է գովաստ միացնելը մեզ համար, քանի դեռ չենք թողարկել կամ թողարկելու առաջին 2-3 ամիսը դեռ շուտ է։ Բայց ունենալու ենք գովաստներ, բայց ինչպես որ քիչ առաջ ասում էի, դուք առանց գովաստի հոբիները նշելով, մասնագիտությունները նշելով դուք կարողանալու եք հասանելի դառնալ այն շերտի մարդկանց, ովքեր ձեր ընկերների խմբում չեն։ Դա շատ կարևոր է, բայց ասեմ նաև ավելին, մեր օդիո-վիդեո համակարգի շնորհիվ դուք գրեթե Zoom-ի նման ժողովներ եք անցկացնելու, ձեր վեբինարը անելու եք հենց միասինում։ Այսինքն դուք Այս դա է ուզում, այո։ Դուք փակելու եք բարձրախոսները մասնագետների, դուք եք բացում բարձրախոսը եւ որ մարդը ձեր կա բարձրացում, այսինքն ցայնա ուզում, այդ ամբողջ համակարգը կա, բայց այնքան խորացված չէ որքան Zoom-ը, բայց այնքան բավարար, որ մենք կարողանանք հետո ռումեր ենք, սենյակներ ենք ստեղծում, այսինքն դուք տեսեք մենք ունենք ակումբներ եւ համայնքներ, ակումբները հոբիների հետ կապված բոլոր շղթան է, այսինքն եթե դուք ուզում եք ստեղծել լեռնագնացության ակումբ, կարող եք ստեղծել կամ միանալ, եթե դուք չունեք այդ նախաձեռնության ոգին կամ ժամանակը, միանում եք այդպիսի ակումբի, որը զբաղվում է լեռնագնացությամբ, բայց կան նաեւ համայնքները, որոնք հոբիների հետ կապված չեն, Տալինի քաղաքական, Տալինի հասարակական կազմակերպության համայնք, Տալինի ընտանեկան համայնք, որտեղ երկու բարականերում էլ դուք կկարողանաք խումբեր ստեղծել համայնքի ներսում եւ chat գրուպներ ստեղծել, թե գրավոր, թե վիդեո կամ օդիո կոլերի խումբեր։ Այսինքն եթե դուք ֆուտբոլի ֆեդերացիան եք, այս հատուշ Դավիթի ցավոտ տեղերի մի քիչ այսօր։ Դուք եթե բասկետբոլի ֆեդերացիան եք եւ ունեք վարչություններ եւ ունեք կանանց բասկետբոլ, դղաների բասկետբոլ, ըստ տարիքային, ամեն մեկ խումբի համար այդ համայնքի մեջ chat group կարող եք ստեղծել եւ հարաբերվել միասին։ Գիտեք, իրականում այն որ ես արդեն ճիշտ ասած սպասում եմ, երբ դիգովազ մտնենք, որ քաշեմ, բայց անունը շատ խորհրդանշական է, որովհետև ես միշտ այս հարթակից եմ առիթ ունեցել ասելու, որ կան թերևս արդեն արտահայտություններ, բառեր, որոնք մենք պիտի ուղղակի ինչ-որ կերպ բնական թե արհեստական մտցնենք մեր իրականություն։ Դրանցից մեկը միասին արտահայտությունն է։ Երբ մենք ստեղծեցինք նորեջ առավոտյան ծրագրի շրջանակներում, որի անունն է Ես իմ անուշ Հայաստանի, արվեց հատուկ, որպեսզի մենք խոսելիս անընդհատ առիթ ունենանք նախ տեսանելի դարձնել այդ արտահայտությունը եւ անընդհատ առիթ ունենանք հիշեցնելու մեր հայրենակիցներին, որ այս Հայաստանը շատ անուշ է ու անուշ էր եւ երբևէ առանց մեր սիրո Հայաստանը չի կարող ուղղակի ապրել։ Ուղղակի Հայաստանը ապրում է իր շնորհիվ իր ներսում բնակվող մարդկանց սիրո։ Ես ձեզ ավելին ասեմ, մենք փորձելու ենք սադարել ձեր ասածին, ընդհանրապես ստորագրում եմ ձեր ասածի տակ
եւ հայ սփյուռք հարաբերություններին, բայց ոչ թե տեսական, ոչ թե կոնֆերանսային, ոչ թե ցանկությունների, այլ իսկական Հայաստանը սիրուն է, ոչ միայն սիրուն է, Հայաստանը նաեւ կենտրոն է։ Հայաստանը երիտասարդները սփյուռքում պետք է հասկանան, որ ես այստեղ կկարողանամ մի շաբաթվա մեջ 20 մարդու հանդիպել, որ եթե Փարիզում ապրեմ 20 տարի չէի կարողանա հանդիպել։ Այստեղ կենտրոն է, ճիշտ է, որ աշխարհի կենտրոն չէ, բայց հայ աշխարհի կենտրոնն է, մեկ-մեկ էլ օդարներ են գալիս, ինչ-ինչ բաժարներով ու շփումը տիրույն է։ Ես ուզում եմ ասել, որ մենք թե բիզնես, թե հասարակական, թե մարդկային, սփյուռքահայերը չեն պատկերացնում ինչ մարդկային ուժեր կան այստեղ։ Ես գիտեմ, որ նաև խաթարված կարծիք կա Հայաստանի մասին, հայաստանցիների մասին, ինչ-ինչ պատճառներով։ Երբեմն հայաստանցիները իրենք են ասում մեզ, որ զգուշ եղեք հայաստանցիներից։ Այդ ամբողջ մտածելակերպը պետք է փոխել։ Այո։ Պետք է ցույց տալ, որ այստեղ ֆիզիկոսներ կան, շուտակահարներ կան, արվեստագետներ կան, լավ ընտանիքներ կան, որտեղ մարդիկ երեխաներին կրթում են, դաստիարակում են թե մեր ավանդական, թե ոչ ավանդական, բայց սկզբունքների հիման վրա երեխեքը ինչ ազնիվ են, ինչ քաղաքավար են, ինչ աշխատասեր են, մանավանդ այս նոր սերունդը, այդ բոլորը պետք է ցույց տալ, նաև հնարավորությունները, նաև բիզնես հնարավորությունները, այստեղ կարելի է գալ, ճիշտ է, փոքր երկիր է, վտանգված երկիր է, շուկան փոքր է, ունենք դժվարություններ, դա էլ պետք է ասել, չխաբել։ Բայց մենք Անգլիայի մակարդակի գներ ունենք։ Հա, դա հաստատ, ես դեռ տեսնում եմ։ Փոքր ենք, ասում եմ, հələ մեր տան գները կամ մթերքների գները նայեք։ Այո, ռեժիմի համար է դա հետի համար, որ շատ շուտեք։ Լավ բան եք մտածել, լավ բան եք մտածել։ Ես իրականում անգամ առիթ կունենամ, ինչպես ասում են, սթորի անելու իմ հարթակում, որպեսզի շատ մարդիկ տեսնեն, որ այս տեսակ կայք կա։ Բայց լոգոն ընտիր է։ Որտեղ, այո, մասի սարը չեն արգելում ու չեն ասում, որ այդ ձերը չի հերիք եք իրարեք, որտեղ այո մասի սարը առիթ կունենաք ամեն օր տեսնելու, թե չէ հիմա նորակառույցները կսարքեն, մասի սարը ձեր տեսադաշտից կգնա, էդ էլ չեք տեսնի։ Որ ասում եմ մի ծառ կտնկենք չեն տեսնի, եմ, այս թշնամիները։ Ես ցույց տամ եթերում։ Ցույց տուր։ Իրականում այո, առիթ կունենանք նաև գցելու մեր էջերում, որպեսզի դուք տեսնեք այս կայքի մասին։ Չէ, երևի շատ փոքր է, երևի չէ։ Լատինատար գրում ենք միասին։ Երևում է։ Երևում է։ Մենք այս տեղիքուրում լավ չենք տեսնում։ Եվ իրականում առիթ կունենանք ամեն օր, որ այս տեսախցիկս ճիշտ չի, ֆիքսում ինձ։ Առիթ կունենանք ամեն օր միասին արտահայտությունը լսելու, որովհետև երբ կմտնես այդ կայք ու կլսես ոչ թե ՖԲ կամ, հա, այլ կտեսնես միասին արտահայտությունը, ես ավելի քան վստահ եմ, որ երբ դու քո տանը, քո երեխուն, անընդհատ, այո, քո խոսքով ու արժեքով, երբ երեխայիդ հետ խոսում ես գրագետ սիրուն, կիրթ, երեխատել է այդ բառերի, այդ բառամթերքով սկսում վաղը քեզ հետ շփվել, այդ միշտ է տենց։ Հիմա երբ մենք անընդհատ կտեսնենք այն տեսակ կայքեր, որտեղ կհամախմբվեն հայրենակիցներ, ովքեր այդ միասին բառի շուրջ կհամախմբվեն, ես հուսամ, որ 3 տարվա ընթացքում ոչ թե կլինի 3 միլիոն հայ գրանցված, այլ 6 միլիոն հայ գրանցված։ Չէ, ես ասացի 1 միլիոն։ 1 միլիոն, մենք 2 միլիոն։ Թող լինի 3 միլիոն, քանի միլիոն ենք ամբողջ աշխարհում, արդեն չգիտեմ էլ։ 9 միլիոն ենք։ 9 միլիոն 2։ Դե իրականում դրա եղածն ինչ է, որ չհամախմբվեն գոնե կեսը, օրինակ մի հետաքրքիր հարթակում, որտեղ կարող ես կիսել գաղափարներ, խոսել արժեքներից, այնտեղ ինձ համար ամենակարևորն այն էր, որ դուք նշեցիք, որովհետև այն որ արդեն այնքան ենք հոգնել, հիասթափվել ու զզվել այդ ամեն ինչից, շատ կարևոր էր ինձ համար, որ դուք այդ մոլախոտերը, որոնք կաճեն այդ կայքում, կա ուրեմն այն տեսակ մի համակարգ, որը կբացառի հետո իրենց արկայությունը այդտեղ։ Հակառակ դեպքում այս շիլաշփոթը նորից, այո, ստեղծվելու է ու չենք կարողանալու։ Վերջերս մի հատ մարդ հետաքրքրություն ցուցաբերեց մեր գործառույթներից մեկի վրա, որ երեխաներին, մեր երեխաներին, այսինքն Հայաստանից պատկերացրեք ընտանիք եք Հայաստանում, ձեր երեխան գնում է Օքսֆորդ կամ Սորբոն եւ մտածում եք ինքը շատ լավ բան անում, բայց ում հետ ամուսնանալու, ում հետ անգերություն անելու։ Եվ այսօր միջավայրներ չկան դրսում, Հայաստանում բարեբախտաբար բոլորս հայ ենք, գտնում ենք աղջիկ տղա իրար, բայց սփյուռքում ոչ։ Հարթակը միասինը, որ ստեղծելու է միջավայր հանդիպումների։ Դա կլինի
գրողի եւ հրադարագիչի միջև հանդիպում, դա կլինի քաղաքական մարդկանց միջև հանդիպում, բայց նաեւ տղա ու աղջիկ հարաբերությունների, որը կարող է ծիծաղ պատճառի, բայց ճիշտ հակառակ Դավիթ գրանցվի։ Բայց դա շատ լուրջ թեմա է մեր խառն ամուսնությունների, ես չեմ ուզում ասել թեմ բայկարելու, որտեղ սիրո եւ կյանքի ընթացքի դեմ չենք բայկարում։ Ես մի քիչ ուզում եմ ասել, բայց բայկարում ենք։ Չէ, բայց միջավայր ենք ստեղծում, այսինքն բայկարը խոսքով է արվում, քարոզ խորաներից, փեմերից, բայց սա կոնկրետ գործիք է, որովհետեւ մեր երեխաները իրար գտնեն, հանդիպեն ոչ թե անպայման ամուսնանան, որովհետեւ մենք դա չենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք միջավայր հանդիպելու եւ ոչ թե դեսկի հիման վրա որպես dating app, այլ որպես profiling-ի հիման վրա, որ ինչպիսի մարդ է, ինչ երաժշտություն է սիրում, ինչ լեզուներ է խոսում, ինչ մասնագիտություն ունի, համալսարանի որ տարին է։ Եվ այսպես հայ երիտասարդները իրար հետ կապնվեն, իրար հետ երաժշտական կամ թատերական խմբեր պատրաստեն կամ ուղղակի պիկնիկի գնան եւ ինչու՞ չէ մեկ-մեկ ամուսնանան։ Ընտիր, շատ հետաքրքիր թեմա էր, շատ ուրախ էինք ծանոթանալ ձեզ հետ, պարոն Գաբրիելյան, որովհետև հայեր, որոնք փորձում են, այսինքն եւ անտարբեր չլինել, եւ ինչ որ գործ անել, որովհետև դեռ տարբեր լինելը քիչ է, այսինքն դու ոնց ես այդ հարցին նայում, հա, դու մի բան անում ես։ Փորձում ես, հա, ինչ որ հարթակ եթե ունես, այդ հարթակը օգտագործել իշահ այդ գաղափարների։ Եթե ավելի մեծ հնարավորություններ ունես, դե ավելի լավ կարող ես ավելի լայն շրջանակներում այդ գաղափարով կիսվել եւ իրականում հիմա միասնական լինելու, միասին համախմբվելու, սիրելու այս երկիրը եւ փորձելու տարբեր ոլորտներում ավելի գրագետ մարդկանց ներգրավել մի գաղափարի շուրջ համագործակցության եւ այստեղ կարող են կապեր հայտնաբերվել, մարդիկ ովքեր գուցե ավելի մեծ լսարանում են կարող են ոչ մի հարթակ, որ Քարտեզակրի հայ ժողովրդին, այսինքն ով բժիշկ է, ով մասնակից է, ով որտեղ է, ով ինչ եւ նույն քաղաքում մարդիկ իրար չեն ճանաչում, էլ ուր մնաց այդ մարդիկ կան ու հայրենիքին ծառայեն։ Այսինքն գորիզային հայերը երևելի են, իսկ գորիզից դուրս գտնվող հայերը, որ մեր նաեւ գլխու վրա տեղ ունեն, բայց իրանց ոչ ոք չի ասել ինչով կարող եմ քեզ օգնել։ Երևի ասած կլինեն, որ ինչ կարող եք դուք մեզ տալ։ Թե հայրենիքին, թե դպրոցին, թե եկեղեցին, բայց մենք ուզում ենք հայ մարդուն ասել, որ մենք իծարայություն հայ անհատի, հայ երեխու, հայ ընտանիքի, որովհետեւ մարդը զգա, որ ինչ որ բան ինքը նաև կարող է վերցնի, ոչ թե միայն տա ու տա ու տա։ Այո, այո։ Իմ կարծիքով շատ հրաշալի ծրագիր է, շատ հրաշալի նախաձեռնություն է եւ բոլորին մարդկանց համար, մանավանդ ովքեր որ ճանապարհորդում են, իրենց համար սա շատ կարևոր ծրագիր է։ Լեռնագնացների համար։ Այո, մանավանդ լեռնագնացների համար եւ ոչ միայն։ Շնորհակալ ենք ձեզ այս հրաշալի նախաձեռնության համար, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Հուսանք լուրջ զարգացումներ կլինեն եւ մենք առիթ կունենանք էլի այս գաղափարի ու այս ծրագրի մասին եւս մեկ անգամ խոսելու։ Մենք միասին ենք։ Շնորհակալություն։ Մնացածը չգիտեմ, բայց մենք միասին ենք։ Չէ, մնացածն էլ ու ես ասեմ ավարտելու համար, որ ամեն մի հայ, որ միանա միասինի, ինքը ներդրում է անում միասինի զարգացման եւ այն գաղափարներին, որոնց մասին մենք խոսեցինք։ Այսինքն ամեն մեկի միացնալը, մասնակցելը արդեն օգուտ է թե իրան, թե իր ընտանիքին, թե մեր այս նշած գաղափարներին։ Ժողովուրդ, համել կարող եք TikTok-ից դուրս գալ, այնտեղ հաստատ լավ բան չեք սովորի ու միանալ միասին իմիջայլոց։ Չնայած դե ասում եմ ինչ ասում, բայց դե։ Շնորհակալ ենք, որ մեջ ունեիք այս պահին մեր եթերում գովազդ, որից հետո կշարունակենք։